Trench coat-ն ի սկզբանե նախատեսված էր բրիտանական բանակի զինվորների համար։ Ճիշտ է, այն ստեղծվել է որպես թեթև եւ ջրակայուն վերարկու խրամատային պայմանների համար առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հենց թարգմանաբար trench coat նշանակում է խրամատային վերարկու եւ այն բավականին ֆունկցիոնալ հագուստի կտոր էր, օրինակ գոտու վրա կարելի էր ամրացնել զենքը, ուսերին կային հատուկ հարմարանքներ գոչումները ամրացնելու համար։ Իսկ հիմա trench coat-երը համարվում են բոլորի բազային զգեստապահարանի մի մասը։ Նախքան հաջորդ հարցին անցնելը չմոռանաս հետևել իմեջին։ Արևային ակնոցների հիմնական գործառույթը միշտ եղել է արևի ճառագայթներից պաշտպանությունը։ Սխալ է։ Ի սկզբանե մուգ ապակիով ակնոցները օգտագործում էին էմոցիաները թաքցնելու նպատակով, հատկապես հին Չինաստանում դատավորները կրում էին դրանք, որպեսզի չմատնեն իրենց վերաբերմունքը եւ աչքերի արտահայտությունը դատավարման ընթացքում։ Իսկ 20-րդ դարի սկզբին, երբ արդեն հայտնագործեցին լույսը ֆիլտրող ոսպնյակ, արևային ակնոցները դարձան հենց արևից պաշտպանվելու միջոց։ Lacoste-ի լոգոն առաջինն էր, որը հայտնվեց հագուստի տեսանելի հատվածում։ Ճիշտ է, նախկինում լոգոները չէին օգտագործվում որպես մարքեթինգի միջոց եւ անտեսանելի հատվածում էին, օրինակ պիտակների վրա, իսկ Lacoste-ը հանդիսացավ առաջին բրենդը, որն օգտագործեց լոգոն տեսանելի հատվածում եւ այն դարձավ մարքեթինգի եւ առաջխաղացման միջոց։ Manolo Blahnik-ի անունը լայնորեն հայտնի դարձավ Sex and the City սերիալի շնորհիվ։ Իսկ այս հարցին թող պատասխանեն իմ հետևորդները, եթե դիտել եք Manolo Blahnik-ի մասին իմ անդրադարձը, հեշտությամբ կարողանաք պատասխանել։ Նշեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։